Բարի օր սիրելի երոստատիտող, այսօր պատրաստելու ենք ցուկ, բայց հատուկ ձևով պատրաստված։ Ընտրել ենք տեսակը սիկ կամ սիկա, երկու հատ ենք ընտրել, իսկ բաղադրիչները տեսնում եք, հետաքրքիր համեմունքներ ունենք, որը հատուկ մարանի ունի, որի համար ես շատ շնորհակալ եմ։ Ունենք այստեղ մածուն, իմբիր, սխտոր, որը խառնելու ենք եւ մարինացնելու ենք մեր ցուկերը։ Բայց եթե դան պայմաններում եք պատրաստում, կարող եք մարինացնել ու մի ժամ թողնել զարնարանում ու հետո պատրաստել։ Իսկ մենք միանգամից ենք պատրաստելու, քանի որ մեր ժամանակը շատ նեղ է։ Իսկ այս համովության հետ պատրաստելու ենք փրինցե փիլավ։ Դե իհարկե մարանիգի փրինցն եմ օգտագործում, իսկ այսօր ես ընտրել եմ թասականը, որը հիմա կտրատելու եմ եւ մի բաժակ վերցնելու եմ ու լվանալու եմ ու թնելու եմ եփի։ Այսօրվա բաղադրատոմսի համար մեզ պետք է 2 հատ սիգա ցուկ, մի բաժակ թասական փրինց, կարորդ բաժակ մածուն, 2 ճաշի կտալ աղաթած սխտոր, 2 ճաշի կտալ աղաթած իմբիր, մի հատ գիդրոն, գես փունջ համեմ։ Համեմունքներից օգտագործելու ենք աղ, սև բաղբեղ, կարմիր բաղբեղ կուծու եւ քաղցր, քիմիոն, դարչինի փայտիկ, համեմի սերմ եւ կուրկում։ Եվ իհարկե ցիտապտղից հետ։ Մի բաժակ մի հատ լվանանք ու հետ կանք։ Փրինցը լվացենք։ Քանի որ փրինցը լվացել ենք, հիմա պետք ունենք ջուր, իսկ մենք ինչ ջուր ենք օգտագործում, սիլի ջուր։ Դակ պատրաստ մեզ է սպասում։ Գնում եմ, քանի որ ես 1 բաժակ փրինց պետք է պատրաստեմ, գնում եմ վերցնեմ 2 բաժակ ջուր։ Այս կամերան չի նկարում, չէ՞ ինձ։ Ավելացնում եմ փրինցը։ Բամուջա։ Մի տետև աղ։ Մի տետև ցիտապտղից հետ։ Մի հատ խառնում եմ։ Ու մորանում ենք իր մասին։ Կարող ենք մի քիչ կապարիճը բաց թողնել, սպասենք մի հատ երա ու հետո ավելի կկամացացնենք։ Հիմա ինչ ենք անում։ Այստեղ ունենք մեր ցուկերը, տեսնում եք ինչքան անուշիկ են, էսթետիկ։ Ուրեմն մի հատ այսպես ծակում եմ։ Փորձում ենք 3 կամ 4 ճիղ կնել, կամ նույնիսկ 5, ոնց ստացվի, մյուս կողմը, էսի անում ենք, որպեսզի մարինեյշնը, որ պատրաստենք, լավ իրա մեջ վերցնի համեմունքը, դե իհարկե մենք մաքրած ենք վերցնում, բայց մի հատ էլ նայում ենք, լավ մաքրում ենք տանը, պետք է իրա փորի մասը մաքուր լինի, այսինքն ասպես, ցուկը մաքրելուց անտին պետք է անշուշտ թեփերն էլ մաքրած լինենք, այսինքն երբ որ ցերկենից տնենք, ոչ մի թեփ պետքա չի լինի մեր ցերքում։ Մեր ցուկերը անուշիկ մեզ են սպասում, հիմա պետք է մարինեյշնը անենք։ Գնամ մի հատ օճառվեմ, իհարկե ABC-ով հետ վերադառնամ։ Ստեղ ունենք մածուն, ավելացնում եմ մածունը։ Սխտորը, իմբիրը,
Ստեղ ունենք քրքոմ, այսպես, ստեղ ունենք համեմի սերմ, մի կտալ ավելացնում եմ, իսկ ստեղ ունենք քիմոն, աղ, սև բաբեղ, կարմիր բաբեղ կծու և քաղցր, պապրիկա։ Մի հատ լավ խառնում եմ, մի հատ նայեք արդեն մարինեյշնից գիմանաք, որ ինքը շատ համով է լինելու։ Իսկ այս ամենի վրա պետքա լիմոնը ավելացնենք, մի հատ հիմա կքամեմ ու կավելացնենք։ Թողնում ենք եփի, ցածի վրա, մի քիչ իջացնում ենք։ Լիմոնի կեսը օգտագործում եմ մեջը մարինեյշնին, իսկ մյուս կեսը զարդարելու համար։ Քամում եմ։ Ես ինչի որոշեցի այս բաղադրատոմսը, որովհետև գիտեմ, որ բոլորս նույն տեսակի ցուկը պատրաստում ենք զատիկին, իսկ այս համովությունը ուղղակի յուրահատկություն է տալիս, եթե ինչ-որ հոգնել եք նույն ցևով ցուկ պատրաստելուց, անպայման այս ցևով կպատրաստեք, այս մարինեյշնը շատ համովածում է ցուկը։ Կարող եք անշուշտ ցուկի տեսակը փոխել, եթե կուզեք օրինակ իշխանով պատրաստել կամ կուզեք նույնիսկ դորադո։ Ավելացնում եմ, խառնում եմ, այս բոլոր համերը հիմա արդեն լավ խառնվել են ու պատրաստ են ցուկին հետ ամուսնանալու։ Երկու կողմերը լավ քսում ենք, ծածկում ենք ցուկը այս համովությամբ, հետո մյուս կողմ, նորեն ավելացնում եմ, քսում եմ, մինչև բոչիկը, օրինակ ես ցուկի բոչիկը շատ եմ սիրում, խրխտան չիպսի պես ուտում եմ, եթե շատերը կան իմ նման, թող կրեն, որ իմ նման են ուտում ցուկը։ Դե իհարկե այս գործողությունից հետո կարող եք սառնարանում թողել մի ժամ, մաքսիմում 2 ժամ ու հետո եփել, իսկ մենք հիմա միանգամից մի 5 րոպեից կեպենք։ Իսկ այս ճեղքերը, որ արեցինք, սենց կտալով, մի հատ սենց կճեղքենք ավելի, որպեսզի այս սոսից մեջը մտնե, ու մի հատ էլ կտալով այսպես կսեղմենք։ Տեսաք։ Գնում ենք, մի հատ էլ օճառվենք ու վերադառնանք։ Ուրեմն, դաբակը դակացնում ենք, մի քիչ ցիտապտղից հետ ենք ավելացում ու դաբակելու ենք, այսօր դաբակելու ենք ցուկը։ Իսկ եթե կուզեք չերոցում, նույնը կարող եք չերոցում էլ պատրաստել, բայց ես իմ սիրտը սենց խրխտան տապկված է ուզում այսօր։ Փրինցեպի լավին մի քանի րոպե է մնացել, կարող ենք նայել մինչև մեր տապակը տաքանա, թեր ջուրը պետք է քաշվի, նայեք մի քիչ կուզե թեր, քանի որ ցած կրակի վրա եմ դրել, հանկիստ եփվում է։ Ավելացրեցի մի քիչ ցիտապտղից հետ։
Մի 2 րոպե էլ թողում ենք բրինձը ու արդեն պատրաստ է։ Ցուկը թերկուզ է, բայց որ իմանաք ինչ հոտեր կա այստեղ մեր տաղավարում, դուք կվազեք շուկա ու կվերցնեք ցուկերը եւ բաղադրիչները եւ կգաք տուն, որ պատրաստեք։ Դրսում ոնց որ անցրև եւ կարկուտ է, բայց մենք կարևորը համով պատրաստում ենք։ Դուք էլ եղեք մեր նման, թող եղանակը չխանգարի ձեր դրամատրությունը։ Ոնց որ smile sweet-ը ասում է։ Կերեք եւ ժպտացեք եւ ոչ մի բան մի մտածեք ուրիշ բանի մասին։ Կարևորը համով եւ քաղցր ուտելն է։ Այսօր ինչ եմ ուզում ուտեմ, կեցեք նայեմ։ Այսօր կուտեմ։ Չէ, հիմա կուտեմ, ինչու այսօր պիտի ուտեմ։ Այս սրանցից եմ ուզում փորձեմ։ Այս պիստակները, նայեք ոնց է։ Թարմա։ Կասությունը լավ է, ոչ շատ։ Վաու։ Համով է։ Նայում ենք մեր ցուկը, մի քիչ այսպես ստեյքը ոնց ենք անում, ցուկերն էլ ենք տենց անում։ Քանի որ մի քանի րոպե է մնացել, արդեն ցուկը պատրաստ կլինի, եկեք զարդարենք լիմոնները։ Ես ուզում եմ այսպես մի հատ գիսեմ, իսկ հետո բարակ շերդեր անեմ այսպես։ Մեր լիմոնները կամ կիտրոնները պատրաստ է, իսկ կորիանդրը կամ կարող ենք ասել համեմը, ինքան մեծ տերևներով համեմ ենք կդել մենք շուկայում, չգիտեմ ոնց ինչ, բայց ես ուզում եմ այսօր, քանի որ իրանք անուշիկ են, այսպես տերև առ տերև տնեմ զարդարելու համար։ Ոնց որ գոտեմ ամուսնացել է համեմի հետ։ Ստացել ենք այսպիսի համեմներ։ Չգիտեմ, այսքան մեծ համեմ տեսել եք դուք։ Ցուկերը արդեն պատրաստ են, կարող ենք մատուցել, իսկ եթե հիմա վստահ եմ հարցնողներ են լինելու, որ այս marination-ը ինչի կարող ենք օգտագործել, որով վստահ եմ դուրերնից շատ եկավ, այս մածունով, լիմոնով եւ այս քրքոմով, իրականում հավի հետ էլ շատ կսազի, մանր կտրատում եք հավը, այս ամեն marination-ով անում եք ու հետո արդեն թխում եք ջեռոցում կամ տապակում եք։ Իսկ եթե հավ եք օգտագործելու, իհարկե կարող եք զանգեզուրի հավերը օգտագործել համով, տնական եւ բարձրորակ ջաշ կունենաք։ Բացենք պոչիկը, բացենք պոչիկը, առանց պոչ ցուկ կլինի, նո, նա դոճարվում եմ։ Աստծուց։ Համեմները այսպես անուշիկ կարող եք թնել, մի քիչ բրինձի վրա, մի քիչ ցկան վրա։ Փոքրերը կարող եք ցկան վրա թնել, որ ավելի էսթետիկ լինի։ Օրինակ իմ նման կարող եք ծագերը պակել։ Արդեն հասկացաք ինչքան հեշտ է պատրաստվում։ Եվ այսօրվա բաղադրատոմսը բրեմցով տապակած ցուկը պատրաստ է։ Դուք էլ պատրաստեք եւ վայելեք։ Բարի ախորժակ։ Ինչ
Մեր համովությունը պատրաստ է, սպասում եմ ես իրան փորձեմ։ Իհարկե դուք էլ եք սիրում եւ սպասում եք իմ փորձելը։ Ստեղից մի քիչ վերցնում եմ։ Ինչ լավ եփել է։ Վաու։ Ոնց որ չգիտեմ ինչ ցուկ ուդեք։ Սիգա չլինի։ Պետք է կամ լավա։ Ուզում եմ ասեմ ցուկը դենց սիգան բարձ ցուկ է, բայց այնքան ավելի համով է դարձել, որ չեք պատկերացնի։ Անպայման փորձեք այս բաղադրատոմսը։ Հիմա ես մի կտորել եմ ուզում ուտեմ, որովհետև շատ համով է, ոնց որ այդ համեմունքները բոլորը քաշած լինի իր մեջ։ Մի քիչ էլ փրինցից ուտեմ։ Մի հատ էլ փրինցով փորձենք, ինչի՞ չէ։ Մեկը անցրևա գալիս դուրսը։ Իդեալական։ Մի խոսքով կպատրաստեք, ինձ կգրեք ինչքանով եք հավանել այս բաղադրատոմսը եւ եթե կուզեք շատ ցկով բաղադրատոմսեր պատրաստեմ։ Չեք մոռանալ վաղը ժամը 9:00 եւ 17:00 Կենտրոն TV եթերով համի կախնիկ հաղորդման սպասում ենք ձեզ կնստեք դուխտերը ձեր սերքին, որպեսզի գրեք բոլոր բաղաթիչները։ Ստեսյուն։